Բոլորն էլ աթոռի կռիվագն։ Փաշինյանն ալու փրկելու ամիս։ Դա ուղղակի երևույթ է, որ գոյություն ունի ցավոք սրտի երկրի վրա։ Համապետական ընտրություններին ում որ ուժին կաջակցեք։ Все-таки Николин չէ, ով կլինի там уже по биографии посмотрю։ Ոչ մեկը ինձ ծանոթ չի, просто Սամվել Կարապետյանի անունը շատ են տալիս, ու ինձ թվում է շատ ինտելիգենտ, գրագետ մարդ է, եթե այսքան բարեգործություններ անում, ուրեմն վերջ էլի կշարունակի Իրանը։ Բայց ես հույս չունեմ, որ լավ լինի մեր հայերի վիճակը։ Տեխնացուն Արման Թաթոյանը։ Ինքը ինձ թվում է ավելի ազնիվ է, ավելի լուրջ է, ժամանակին իրան գիտենք արդեն միշտ ելույթներ ունեցել ավելի ժողովրդի կողմից։ Իմ ընտրությունը դա է։ Ով ունենք հիմա աղջիկս։ Որը լավն է։ Նիկոլ Փաշինյանի։ Ոչ մեկ էլ չեմ ընտրելու ես։ Ընդդիմություն թե իշխանություն։ Դերս չգիտեմ, բայց ավելի հավանական է ընդդիմության։ Նաև նոր անուններ կան՝ Արման Թաթոյան, Գուրգեն Սիմոնյան, Արտակ Սարգսյան, Գագիկ Ծառուկյան, Սամվել Կարապետյան։ Ենթադրում եմ Սամվել Կարապետյան։ Գուրգենը նոր ուժ է, վերջերս ոնց որ ակտիվ, ու հետո երիտասարդ է, խոստումնալից երիտասարդ է, բայց հələ որ նախընտրականը սկսվի, տեսնենք էլի ով ինչ պլատֆորմ կառաջարկի, ըստ դրա։ Երևի այդպես երիտասարդության եմ հակված, այնց Սուրեն Պետրոսյան կա, բան, Արտակ Սարգսյան, իրան չգիտեմ։ Հա, այդ նոր ուժը, հա։ Իրան կարելի ընտրանքային են, մի քիչ ծայրեղական բայց խելացի մտքեր կա։ Նու գուցե եւ ու դες կարելի է նախապատմության մեջ տեսնել Շահին Հարությունյանն էլ լավ երիտասարդ է, ասենք ես հակված եմ արդեն երիտասարդությանը, որովհետև ես ինքս երիտասարդ ժամանակ, ասենք մենք էլ ենք եղել քաղաքական ուժի մարդ, հետո որ գալիս է ժամանակ, ոնց որ այն մանկավարժության մեջ է ընդունված, գալիս է ժամանակ դու պետք է գնաս, սերունդը հերթի է կանգնած, առողջ ուժը, բանը, հա, ես բան չունեմ ասել, պրոֆեսիոնալ մարդիկ միշտ օգտակար կարող են լինել հանրությանը, լավ բան անելու, բայց երիտասարդությանը կցանկանային։ Բոլորն էլ աթոռի կռիվագն, ցավը տանում ստեղ։ Եթե մի քիչ աջակցեմ Սամվել Կարապետյանին։ Քաղաքացիական պայմանագրին։ Ես համարում եմ, որ ամբողջ այդ կոլեկտիվը իր ղեկավարությամբ մեր բոլոր նախկինների համեմատ կարգապահն են, ոչ ավազակը, ոչ թալանջի։ Գուրգեն Սիմոնյան։ Փաշինյանն ալու փրկելու ամիս։ Կարապետյանին։ Ոչ մեկի չկա տենց մարդ։ Ճանաչենք, հետո կընտրենք, հիմա չենք պատրաստվում ընտրենք։ Դեռ նոր եմ եկել Հայաստան, կտեղեկանամ այն ժամանակ կպատասխանեմ։ Եթե թողնա գաղնիկ։ Ոչ մեկին, բայց ով կա, որում աջակցենք։ Ոչ մեկ արժանի չի, որովհետև որ արժանի լինեին, կանեին այնպես, որ ժողովուրդը կտեսներ, որ արժանի են։ Չեմ կարծում, որ արժանի են։ Իհարկե Նիկոլ Փաշինյանն է։ Արած բարությունները ոնց կարակ մոռանաք։ Չի կարելի մոռանալ։ Ուղղակի կխնդրեմ, եթե 6-ը ձեռք ունենայի, 6-ը էլ կընտրեի Նիկոլ Փաշինյան։ Ոչ մեկի, որովհետև արդեն վստահ չեմ։ Իշխանություն։ Հələ չեմ որոշել, որոշումների մեջ եմ։ Ոչ մեկին, սաղուտա։ Ես ոչ մեկին չեմ ընտրում։ Որտեղ բարինն է այնտեղ էլ ընտրում եմ։ Որտեղ եք տեսնում բարի։ Ընդդիմություն թե իշխանություն։ Դեռ չեմ կողմնորոշվել։ Ես դեռ չգիտեմ։ Ժամանակը կգա ցույց կտա։ Ում եք հաջող։ Գուրգեն Սիմոնյանի։ Վարդան Ղուկասյան։ Ոչ մեկին։ Սամվել Կարապետյան։ Դեռ ոչինչ չեմ որոշել։ Բայց ընդդիմություն թե իշխանություն։ Չեմ կարող ոչինչ ասել։ Ես էլ չգիտեմ, որ մեկին։ Սաղն է սուտ է։ Նոր անուններ կան՝ Արման Թաթոյան, Արտակ Սարգսյան, Գագիկ Ծառուկյան, Սամվել Կարապետյան, Գուրգեն Սիմոնյան։ Էլով Գուրգեն Սիմոնյան, Սամվել Կարապետյան։ Ղուկասյանի անունը ոնց են որ քֆուր դրան, այս դրան։ Հələ չենք որոշել։ Չէ, ես Բայց ոչ Նիկոլը։ Չէ, խի, վերջի վարիանտ Նիկոլին կանեմ, բայց մնացած ոչ մեկին էլ չեմ անել։ Հա, բա։ Նիկոլ։ Միջև նկարները տեսնեմ, որ կարողանամ, որ ասեմ սուտ կլինի, ասեն ինչ որ հատուկ մեկը նկատի ունեմ, սուտ կլինի։ Եթե անկեղծ վիճակի չեմ ընտրությունների մասնակցելու, ոչ մեկին չեմ ընտրելու։ Ոչ մեկն ոչ մի բան չի անելու պետության համար, ինչն է փոխելու։ Արման Թաթոյան, Գուրգեն Սիմոնյան, Սամվել Կարապետյան։ Սամվել Կարապետյանին երևի թե, բայց դե չեմ գնալու, չեմ էլ մասնակցելու։ Ոչ մի բան չի փոխվում, աշխատանքը սա բարձրանում, աշխատավարձ, թե ինչ որ փոփոխություն է երկրի համար։ Ոչ մի բան ոնց կա, նույնը մնում է։ Ու դեպի ավելի վատ։
ավելի դժվարացել է։ Համ աշխատանք, համ մնացած թոշակ քարտայիններն էլ հիմա էլ հանել են, մեծահասակները հիվանդ տանը ունենք, ոնց գնա ստանա, մոտակայքում բանկոմատ չկա, ոնց օգտվել, ոնց կարողանան գնան բանկ։ Ոչ մի լավ բան։ Ոչ մեկի։ Մեր իշխանությանը հիմիկվա։ Կուզեմ Արման Ղուկասյանին, որ ժողովրդի համար մտածում է, որ վարկերի համար հիմա այլ ուզում է տուժտուգան։ ՎՏԲ-ն մայր գումարը մուծած մի տարիա տուժտուգանք են յանը պահում։ Կրակն եմ ընկեր 2 կոպեկ ծնողի խնամքի համար վերցեն, բայց ծնողների սովետի ավանդները խիչ են տալիս։ Ապա մոնտաժում են նախկինների են ապորինի շենքերը։ Կներեք, դե թող մեր ծնողների չտված վարկերը տան։ Այնքան ձգձգեցին մարդիկ լուսահոգի են։ Երկմիտ մնացին սպասելով, ընտանիքից էին տուժացրել տնտեսել։ Հա? Եկեք ճիշտը խոսանք։ Ոչ մեկինը չեմ ընտրելու։ Դեռ չեմ կողմնորոշվել։ Իսկ ընդդիմություն թե իշխանություն։ Արամ Սարգսյան։ Նիկոլին ենք ընտրում։ Անձամբ ես իրան եմ ընտրում։ Վարդան Ղուկասյանը մի քիչ շատ հայող է, բայց Վարդան Ղուկասյանը դոգը ավելի ճիշտ է ասում, ավելի ճիշտ է մեկնաբանում։ Արամ Աբեդիսյանը Այն Վահագնի որդի Դավիթի որդի Վահագնը, չէ, Վահագնի որդի Դավիթը։ Դրանք շատ լավ մասնագետներ են, մեր բոլորից լավ մասնագետ են։ Սիմոնյան։ Սիմոնյան ու վերջ, այդքան բան։ Որովհետև ես իրեն ծրագրացը ավելի մեծ տեղ եմ տալիս ու հավատում եմ իրեն, որ իրոք ինքը կարա այս երկիրը այս վիճակից հանի։ Սամվել Կարապետյան։ Գախնիկա ոչ ներկայիս։ Ոչ մեկին էլ չեմ ուզում աջակցած։ Ում եք հաջակցելու, որ քաղաքական ուժին։ Սամվել Կարապետյան, Նիկոլ Փաշինյան։ Դրանով մի տվեք էլի, խնդրում եմ, դա ուղղակի երևույթ է, որ գոյություն ունի ցավոք սրտի երկրի վրա։ Իսկ մնացածը դա մեր անձնականն է։ Հələ բաց չի ցավը տանեմ։ Փաշինյանին։ Սամվել Կարապետյան։ Դեռ չեմ որոշել։ Քաղաքացիական պայմանագիր Նիկոլ Փաշինյան։ Արտակ ինչ աներ։ Ճիշտ ասած դեմքով Արտակ Սարգսյան իր մասին գիտեմ երիտասարդ չէ անել իր մասին եմ լսել որպես այսպես ասած չեզոք կողմ Երևի թե Նիկոլ Փաշինյանին չեմ կողմնորոշվում դեր։ Ոչ մեկի։ Գուրգեն Սիմոնյանին միանշանակ։ Շրջապետական կուսակցությանն եմ ձայնս տալու ու կհորդորեմ մեր ազգին ուսումնասիրել իր ծրագրերը, ծանոթանալ նրա ծրագրերին եւ ձայնը տալ Գուրգեն Սիմոնյանին։ Մեր մեջքը ուղղել է պետք կանոն մեր ապագայի, իսկ այս ներկա պարտուղական կեսվածք ունեցող կառավարությունը չի կարող մեզի հավավել նորմալ ապագա։